խոսել եկան իսկապես բնութագրիչ բաներ եք։ Սկսեմ այսպես, մեր վարչության նվեր է պատվիրատներին և Եվրոպայի գրավների նվեր է մեր պատվիրատներին, բոլորին դա, սա առաջին հայկական ուղեցույց դասագիտ լիբերալիզմի մասին։ Եվ սա նաև կապված է իմ ելույթի կոնտեքստին, որը հիմա ես ունենա, այդ գրիչ շատ կարճ է, բայց նաև աշխատանքային։ Սիրելի ընկերներ, սիրելի կուրսակցական ինձ համար հաճելի երիտասարդներ, դուք շատ լավ ամենահամարձակն եք, ամենաուժեղ, ամենակամքով լեցուն և այն, որ դուք պահում եք փողոցը, պահում եք հասարակության հույսը, դա արդեն առաքելություն է, հզոր առաքելություն։ Այն, որ դուք նաև հանդուրժող եք, այն, որ դուք համատեղ պայքարի կողմնակից եք մեր գործընկեր կուսակցությունների ներկայությունը այստեղ նաև դրա ապացույցն է։ Բայց կա մի խնդիր, որ ես ուզում եմ և միշտ եմ խոսել դրա մասին։ Այս կամքը, այս համառությունը, այս քանակը թույլ է տալիս գալ իշխանության։ Մենք գալու ենք, որովհետև այսպիսի թիմին հնարավոր չէ իշխանության չգալ, լինելու է։ Բայց հաշվեք այս պահին մենք իշխանության ենք և պետք է ձևավորենք իշխանություն։ Մենք ունենալու ենք դժվարություններ։ Մենք հաճախ մեզ համեմատում ենք իշխանական թերի երիտասարդականների հետ, որտեղ պարլամենտում, կառավարությունում տիրում է ամենագիտությունը, տիրում է անբարոյականությունը, կոռուպցիան, թույլիկությունը, խեղճությունը, նենգությունը։ Մենք գալու ենք գրագետ կադրերով, իշխանություն ձևավորող կադրերով և պայքարելու ենք այն ամենագիտության դեմ, որը այսօր տիրում է աշխարհը, տիրում է Հայաստանը և հիասթափություն բերում յուրաքանչյուր քաղաքացու, որովհետև վարկաբեկված այսօր ղեկավարում է իշխանությունը։ Մեր ասելիք իշխանությանը, որ գալիս ենք, մենք պետք է ասենք, գալիս ենք պատրաստված կադրերով, գրագետ կադրերով, մրցունակ կադրերով։ Եվ մեր վարկը նա է, որ մեր մրցունակությունը մենք համեմատում ենք այս դաշտի է, մինչդեռ կա ուրիշ դաշտ, ուրիշ աշխարհ։ Եվ այդ մրցակցության, մրցունակության չափանիշներով է, որ մենք պետք է պատրաստվենք։ Սա եղել է իմ կրեդո, իմ կուսակցական մշտական ուղենիշը։ Երիտասարդները պետք է անընդհատ ինքնակրթվեն, պատրաստվեն, պատրաստի քաղաքական և իշխանական կապեր լինեն։ Ներող կրտեք, որ այս պայքարի ընթացքում մեզնից շատերը չեն հասցրել կրթություն ստանալ, մեզնից շատերը բանտերում էին լեզու սովորում, մեզնից շատերը ուղղակի մասնագիտական վերապատրաստումներ չկարողացան ունենալ, բայց մեծ մասը գիտակցելով այս արժեքը ամբողջ ընթացքում ինքնակրթվել է լեզուներ, միջազգային սեմինարներ, միջազգային կապեր, հազարով մի գործ, հազարով մի կապ։ Եվ սա է լինելու մեր մրցունակությունը վաղվա հոգալու համար, վաղվա կառավարություն և իշխանություն ձևավորելու համար։ Սա է իմ հիմնական ուղերձը ձեզ, երեք մրցունակ ոչ միայն հայաստանյան չափանիշներով, այլ վաղվա եվրոպական միջազգային չափանիշներով, եվրոպական ազատական չափանիշներով։ Եվ կրկնում եմ, սա է լինելու մեր ուղերձը ժողովրդին, ես կուզեի նաև այս համագումարում լինել այդ ուղերձը, մեր ժողովրդին ասում ենք, մենք գալիս ենք մեր կամքով հաղթելու, մեր ուժեղությամբ հաղթելու, մեր գրագիտությամբ հաղթելու, և մենք գիտենք ովքեր են հաղթում։ Հաղթում է գրագետը, հաղթում է զուսպը, հաղթում է ինքնավստահ։ Հաղթանակ մեզ։ Հայ ազգային կոնգրեսի նախագահ Լևոն Զուրաբյան։ Հիմա երբ որ Արամը ինչից ասեց, ես չգիտեմ սրանց դες ինչ պիտի ասեմ։ Բայց նախ և առաջ ցանկանում եմ ձեզ բոլորին ասեմ, որ այսօր մենք բոլորս ենք շատ դրական էմոցիաներով և երիտասարդական միջավայրը իսկապես միշտ եղել է այդպիսի ես համար, ինձ համար, անձամբ մի միջավայր, որտեղ հնարավոր չի, որ մարդը իրան կեղծի, հնարավոր չի, որ ստի, հնարավոր չի, որ շեղվի, եթե ուզում եք այդ գաղափարախոսական ճիշտ ուղուց։ Հնարավոր բան չի դա երիտասարդների, որովհետև երիտասարդները ունեն այնպիսի հենգեն, այնպիսի զգայարան, այնպիսի ռադարներ, որ միանգամից ցանկացած մարդուն ուղղությունով ճանաչում են։
եւ այս միջավայրը միշտ տվել է մեզ բոլորիս մեծագույն էներգիա։ Հիմա ցանկանում եմ մի քիչ շեղվել այս յոսարման առարկայից, խոսել մի հանցավոր կազմակերպության մասին։ Մի հանցավոր կազմակերպություն է, որը տարիներ շարունակ ահաբեկման է ենթարկել մի երկրի իրավապահ մարմիններին, կրթության է ենթարկել այդ երկրի իրավապահ մարմինների ներկայացուցիչներին, հանգարել հասարակական անդորը, հասարակական հանրապետությունը, այս կազմակերպության դեմ շատ լուրջ պայքար է գնացել, բազմաթիվ քրեական գործեր են հարուցվել, բերման են ենթարկվել մարդիկ, ձերբակալվել են, չգիտեմ, մարդկանց բանտեր են նստացվել, եւ այս պայքարը շարունակվում է այս հանցավոր կազմակերպության դեմ։ Ես չեմ խոսում Կոզարոսկրայի մասին, եւ ես չեմ խոսում Յակուզայի մասին։ Ես խոսում եմ Հայ ազգային կոնգրես երիտասարդական թվի մասին։ Ով են այդ մարդիկ։ Եկեք հիշենք բոլորի անունները, այդ հանցագործների, այդ կրկնահանցագործների, այդ խռովարարների, Տիգրան Առաքելյան, Արեգ Սարգիս, Անի Գևորգյաններ, Սերգեյ Գասպարյան, Մարիամ Մուրադյան, Սահակ Մուրադյան, արտակետության անգամ չի, բայց գործի համար կուժելա և ես մի որ ձեզ հիմա երաշխավորում ներկայացում է դրա։ Արեն Մանուկյան, Հաշտեկոսյան, Դավիթ Վարդանյան, Միանքու Անդրելեկան, մի քիչ սրտիկսկիցով Դավիթ Քիրյամիջյանները այստեղ չեն այսօր սալսը, բայց ինչ-որ մարդկանց ամեն կարող եմ մոռացա դուք հուշեք, այսինքն ես այն մարդկանց մասին խոսեցի, որ նստել են, չգիտեմ, ձերբակալվել են եւ մասնակցել են այդ ահաբեկման ամբողջ արշավին։ Ով են այս մարդիկ։ Ես այս մարդկանց գիտեմ որպես մարդիկ, ով սիրում է վախի եւ ոսարդի երաժշտություն, ով կարծում է Կավկա կամ Կամյու եւ հաց է ծագում։ Սրանք ճարտարագետներ են, չգիտեմ, գիտնականներ, դիզայներներ, շատ լուսավորյալ, շատ պայծառ անձին հաց է ծագում։ Թե այս պայծառ անձին, այս լուսավորյալ մարդիկ ինչպես դառան կրկնահանցագործ սեփական երկրում։ Կարող եք բացատրություն տալ։ Իմ բացատրությունը միակն է։ Նրանք դարձել են հանցագործ այս երկրում, որովհետև մեր երկիրը շուրջված է։ Այսօր մեր երկիրը կառավարում են ավազակներ, եւ դրա համար ենք մենք այս պետական կարգը, որ այսօր հաստատվել է Հայաստանում, կոչվում ավազակապետություն։ Ավազակները կառավարում են, ավազակները բոլոր պաշտոնների են ստանում են պաշտոններ, ավազակները ստանում են հարգանքի տուր, իսկ լուսավորյալ եւ արժանապատիվ եւ սկզբունքային երիտասարդները հայտնվում են բանտերում կամ հետապնդվում են պետության կողմից։ Ուրեմն նաև հասկանալի է հետագա պայքարի մեր բանալին։ Մենք բոլորս մենք հավաքվել ենք նրա համար, որ ստեղծենք մի հայրենիք, որտեղ տեղի ունենում ուղիղ հակառակը, լուսավորյալ, պայծառ, լավ մասնագետներ, մարդիկ դառնում են պետության ղեկավար, ստանձնում են առաջատար դիրքեր հասարակության մեջ, իսկ նրանք, ովքեր այսօր թալանում են կառավարելով պետական պաշտոններում, հայտնվել այնտեղ, որտեղ իրենց միշտ վիճակված է հայտնվել, այսինքն բանտերում։ Ուրեմն պայքար